Տեղեկացնեմ մեր լսարանին, որ մենք այս պահին զրուցելու ենք Աբովյան համայնքի ղեկավար Էդվարդ Բաբայանի հետ։ Պարոն Բաբայան, ձեզ պիտի նախընտրեմ տեղեկացնեք մեզ եւ հանրությանը, թե այս պահին ինչ տրամադրություններ են տիրում Աբովյան համայնքում, հատկապես այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ ծեծի են ենթարկում կարկառունքը բական Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին, ցանկ որ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկողները եղել են Միլոն Մայնինգ ընկերության հիմնադիր Բաբկեն Հովակիմյանի մերձավոր շրջապատը, որոնց մեջ էր նաև Աբովյան համայնքի ավագանի Միլոն Մայնինգ ընկերության փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, ով ասում են բավականին ջերմ հարաբերություններ ունի ձեզ հետ, եւ որ այսպես ասած տանիքը դուք եք եւ առհասարակ այս պատմության մեջ ձեր անունը շատ է հոլովում եւ ասում են, որ ստվերային այսպես տանիքը Էդվարդ Բաբայանն է։ Շնորհակալություն, բայց ասեմ տանիքի պահով մի քիչ ավելի ոնց որ շատ են ուրճացնում, տենց բան չի կարա լինի, բայց հարաբերությունը բոլորի հետ է իմ հարաբերությունով, համայնքապետ եմ, ես բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ եմ պահում, հենց որ Նայրին էլ բացի իմ համայնքի բնակիչ լինելով ավագանի է, մենք գոլեգա ենք, իրար հետ աշխատում ենք, այդ հարաբերությունները կան, գերական։ Ուրիշ ընդհանրապես իրար հետ այդ բիզնեսի հետ կապված ոչ մի բանի մեջ չկանք։ Ավետ Կոնջոյանին էլ եք ճանաչում։ Ավետ Կոնջոյանին եմ ճանաչում, իր հետ էլ նորմալ հարաբերություններ կան, բայց ընդհանրապես ոչ իրանց գործերի մեջ կապ ունե, ոչ էլ ընդհանրապես այդ գործի հետ կապ ունե։ Ընդհանրապես մենակ բայց այդ Նայրենց հողը, որ շենք են կառուցել, այդ հողը ես եմ վաճառել իրանց։ Դե ասում են իրենք այդ ընկերությունը, որը որ Միլոն Մայնինգ ընկերությունը, որը որ Աբովյան քաղաքում զբաղված է բազմաբնակարան շենքերի կառուցմամբ, ասում են, որ կանաչ լույս ունեն Աբովյանի համայնքապետարանում եւ խնդիրներ չեն ունենում, հա, հողերի օտարման։ Ես ըստ է բոլոր ներդրողները այս համայնքում ոչ մեկն էլ կարմիր լույս չունեն, բոլորն էլ կանաչ լույս ունեն։ Եթե լավ բան են անում քաղաքի համար, ինչի չանեն։ Չի պետք է ես խոչընդոտեմ այդ մարդկանց։ Դե ասում են ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ են այստեղ առաջ։ Բան լինի, չէ, չկամ։ Եթե կոռուպցիոն բան լիներ, գիտեք առաջին հակակոռուպցիոնը իմ դուրը կծեծեր։ Դե 25 թվականին, պարոն Բաբայան, քանի որ խոսեցինք հակակոռուպցիոնի մասին, հակակոռուպցիոն կոմիտեի, 25 թվականին հակակոռուպցիոն կոմիտեում ես ուզում եմ այստեղ մեջ բերել։ Ուրեմն 25 թվականին սկսել է մի քրեական վարույթ հակակոռուպցիոն կոմիտեն, հետաքննություն են իրականացրել, որին շրջանակում պարզել են, որ կեղծ աճուրդներով իբրև Էդվարդ Բաբայանը եւ նրա ընտանիքի անդամները սեփականաշնորհել են Աբովյան համայնքի հողերը։ Ավելին քրեական վարույթով հաստատված մի քանի հանգամանքով հակակոռուպցիոն դատարանում դատախազության պահանջով ընթանում են այդ հողերը համայնքին վերադարձնելու դատավարություններ։ Սա ինչ պատմություն է, մանրամասնեք դուք ներկայացրեք։ Իրականում տենց բան եղել է, որ ինձ են հրավիրել են հակակոռուպցիոն, բայց ասում ամեն ինչ օրինական է, ես անօրինական ոչ մի բան այդ հողի հետ կապված չեմ արել, հենց որ քնվում էլ է, կարա Այս պահին գործը նախաքննության փուլում է, պարոն Բաբայան։ Այո, ինչքան գիտեմ, լեյտի չի կարճվել, եթե չեմ սխալվում, էլի։ Բոլոր դեպքերում դուք ներկայացել եք, հարցաքննության եք մասնակցել։ Մի քանի անգամ եւ ասել եմ ոնց է եղել, իսկ դրանից հետո չգիտեմ ընթացքը ոնց է, բայց որ իրանց մոտ քնվել եմ դա եղել։ Փաստ է։ Իսկ այն, որ նշում են Աբովյան համայնքին պատկանող զբոսայգու տարածքի մի մասը։ Դա զբոսայգի չի եղել։ Ինչ ա եղել դա, պարոն Բաբայան։ Կանաչ տարածք է եղել, կանաչ հողային տարածք է եղել։ Ասում են դա ինչ որ հատուկ հոդվածի, կարծեմ 60 հոդվածի տակ է ընդունում այդ։ Նման բան չկա։ Ոչ։ Իսկ ինչով են պայմանավորված այդ խոսակցությունները, որ հողերի օտարման գործընթացը ասում են, որ շատ հեշտությամբ է, հա, իրականացվում եւ բայց այն ժամանակն մի քիչ հեշտ էր, ասենք, աճուրդի ժամանակ հող առնելը, որովհետեւ շատ մարդիկ չէին մասնակցում։ Ոնց որ աճուրդի մասնակցել եմ ու գնել եմ։ Իսկ Միլոն Մայնինգի հետ դուք առհասարակ ինչ կապեր ունեք, նկատի ունեմ, որ վաճառել եմ այդ հողը, ասենք վաճառել եմ իրանց, ուրիշ ոչ մի կապ չունեմ։ Պարտք ու պահանջներ ունեք այդ ընկերության հետ կապված։ Կա, որ ասենք գումար միջև վերջերը հələ դեռ չեն տվել, բայց դա մենք պայմանավորված ենք, որ ընթացքում կտան գումարները։
Այսինքն պարկ են ձեզ այդ ընկերությունը, ձեզ գումար է պարկ, Միլոն Մայնինգը, եւ պետք է վերադարձնեն ամբողջ գումարը դեռ չեն տվել, մենք պայմանություն ունենք, որ Ինչ գումարի մասին է խոսքը, պարոն Բաբայան։ Ես հայտարարել եմ այդ ամեն ինչը։ Իսկ ընդհանուր առմամբ, պարոն Բաբայան, այն որ այդ ընկերության հետ ունեք այսպես ջերմագին հարաբերություններ, ինչ որ տարբեր ռեստորաններում հաճախակի այսպես հավաքույթների։ Չէ, այդպես բան չէ, մի անգամ եղել է որ հանդիպել ենք իրար հետ։ Գավաթ ռեստորանում, Գավաթ Հադիսում։ ռեստորանում բանը Հադիսում չեմ հիշում, բայց Գավաթում հանդիպել ենք, ուղղակի հաց ենք կերել իրար հետ, ոչ մի, ասենք, գործարքային, ոչ մի բան չի եղել։ Տեսեք, ուրեմն նաև այս խնդրին ժամանակին անդրադարձել է հետլրատվական գործակալությունը եւ նշել է, որ նույն Աբովյանի համայնքապետարանի շենքից 500 մետր հեռավորության վրա Բարեկամության հրապարակ 5-1 հասցեում ընթանում է Միլոն Մայնինգ ՍՊ-ի կողմից իրականացվող բազմաբնակարան բնակելի համալիրի շինարարությունը։ Ուրեմն Արբանյակից արված լուսանկարները ցույց են տալիս, որ շին հրապարակի տեղում տարիներ առաջ զբոսայգի է եղել 6300 քառակուսի մետր մակերեսով հողամասում երևում են ծառերը եւ ճեմուղիները։ Ծառերի մի մասը չորացել է տարիներ հետո, տարածքն անխնամ է դարձել, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը երկու առանձին մասերով սեփականաշնորհվել է։ Այս մասով կմեկնաբանեք։ Ծառեր են եղել, ճեմուղի է եղել։ Բայց ասենք հենց չէ որ ասում են բանը ինչ այգի է եղել։ Զբոսայգի դա չի եղել։ Այստեղ դուք համարում եք, որ ձեր կողմից որևէ օրինախախտում, որևէ ոչ օրենք չեմ խախտել։ Որևէ խնդիր այստեղ չեք տեսնում։ Հիմա եթե անխնամ տարածք է եղել, մարդիկ շենք սարքում են, բարձա 60%-ն էլ կանաչ գոտի չէ, պետք է սարքեն։ Ավելի խնամված, ավելի ծոր բան պետք է լինի։ Իսկ կա նման բան, որ նույն այն ավականին, որ մասնակցում էր նույն Ավետ Կոնջորյանի այդ ծեծի մասնակիցներից մեկը Նաիրի Հակոբյանը Աբովյան համայնքի ավականին, ասում են, որ նա է այսպես ասած միջնորդը Միլոն Մայնինգի եւ ձեր միջև, որպիսի շատ կարճ ժամանակներում Միլոն Մայնինգին այսպես տրամադրվեն հողատարածքներ եւ ժամանակ ինչ հաշվում կարճ ժամանակ, դա շմագա գնացել, հեշտացված, առավել օպերատիվ, առավել այսպես նպաստավոր պայմաններ ստեղծում։ Մի քիչ առաջ ես ձեզ ասացի, բոլոր ներդրողները օրենքի սահմանում ինչքան ժամկետը ես կարամ արագացնեմ, այդ մարդկանց հեշտացնեմ գործը, ոչ թե սարքեմ, ես մի ամիս, 2 ամիս, 3 ամիս ձգձգեմ, ես ինչ անեմ, մարդիկ որ չուզենան ներդրում անեն Աբովյանում։ Ես դա արել եմ, բայց օրենքի սահմանում։ Այսինքն բյուրոկրատական քաշքշուկների մեջ չեն գցել ու միայն իրանք չէ, բոլորն էլ դուք եթե հիմա այս նոր շենքեր որ կառուցվում են կամ ինչ որ մի հատ բիզնես կամ ինչ որ թեկուզ սեփական տուն կարակ հարցնեք այդ մարդկանցից որ քաղաքապետարան մտնում եք ինչ ձև են ձեզ ընդունում ու ինչ ժամանակ ձգձգում են բյուրոկրատիայի թղթերի սևացների ես իմ սպիտակացնել թղթեր տենց բան լինում է թե չի լինում Կարակ հարցնեք բնակիչներին, ես բոլորի հանդեպ եմ այդ ձև աշխատում։ Չէ, այդ առումով բնակիչներից եղել են առիթներ, նշում են, որ դուք հասանելի եք։ Այդ խնդիրը չկա Իմ մոտ ընդունելությունը մենակ 5 շաբթի օրը չի։ Հանուն արդարության դա ասեմ, մենք էլ ենք տեղակ այդ մասին։ Ուղղակի նշում են, որ դուք ժամանակին, այսպես ասած, գրոշներով ձեռք եք բերել հողատարածքներ, որը հետագայում, այսպես բավականին ֆանտաստիկ գումարներով վաճառել եք այդ ընկերությանը եւ եթե կադաստրային արժեքը այդ ժամանակ այդ գումարն է եղել ես ինչ ասեի պետք է ինձ ավել գումար ծախեք ավել գումարով ծախեք եթե այո շուկայական գինը այդքան է եղել դները այսօր արդեն հողերը ավելի թանկացել են հիմա աճուրդի դնելու ժամանակ գնահատում սկզբից գնահատում են նոր են դնում աճուրդի այդ ավելի է թանկացել հիմա բայց այն ժամանակ կադաստրային գինը այդքան է եղել Այսինքն Միլոն Մայնինգի, այսպես ասեմ, ստվերային տանիքը դուք չեք, Չի կարող այդպես բան լինի, ի՞նչ է նշանակում ստվերային տանիք, ես այդպես բաների մեջ չկամ ընդհանրապես։ Մեկն ու մեկին ստվերային տանիքը ո՞րն է։ Կրիշի մասն է, չէ՞ խոսքը։ Այո, կրիշների մասին է խոսքը։ Չէ, այդպես բան չի կարող։ Որ այսպես իրենք ձեզանով են, այսպես ասած ժողովրդական լեզվով ասած ամեն մարդ իր չափ մարդ է հենց որ ես չեմ կարող մեկին կրիշ լինեմ որ ասենք իմ օգ դրանից որն է
մեկին կրիչ լինելու, ինչ որ գումար տան ինձ դրա համար։ Դե գործարքներ, բիզնես ծրագրեր, պրոյեկտներ համատեղ եւ այլն։ Մի հատ էլ նայեք ինձ բիզնես ունեմ, ես հայտարարած բաներ ունեմ, ես բիզնես չունեմ հայտարարած։ Մի երկու հատ խանութն է, որ արենդով եմ տվել, դա ուրիշ բան չունեմ։ Այսինքն չկաք մասնավորապես միլիոն մայնինգի ոչ, ընդհանրապես չկա։ Շփվում եմ բոլորի հետ, ընկերություն եմ անում բոլորի հետ, բայց այդ թեմաների մեջ չկա։ Պարոն Բաբայան, իսկ երկու կողմերին ասացիք, որ ճանաչում եք այդ միջադեպի նախօրեին տեսանյութը, որը որ հրապարակվեց, երկու կողմին գիտեք, ճանաչում եք, ձեր կարծիքով վաղուց էր այս թնջուկը երկու կողմի միջև առկա, վաղուց էին խմորումներ ընթանում, հնարավոր էր կանխել, թե տեղյակ չեք եղել։ Չեմ կարող ասեմ, բայց խոսակցություններ եղել են, գիտեի, որ տենց ինչ որ բան բիզնեսի մեջ իրար չեն հասկացել բան, բայց դրանից հետո ոնց որ նորմալ էր։ Հետո հանգիստ էր էլ ձենձուն չկար տենց։ Այսինքն որ իմանայիք ինչ որ կերպ փորձեիք հաշտեցման երկուսն էլ ճանաչում, երկուսն էլ կհրավիրեի ինչ որ հաշտեցման բաներ չկա։ զուտ մարկային դաշտում փորձեիք, որ երկուսն էլ ես ոնց որ նշեցի, երկուսն էլ շփվում եմ նորմալ ձևի, ոնց որ փորձեի հարթեի այդ ամեն ինչ։ Իսկ ինչ եք կարծում, հետագա զարգացումների հետ կապված երկու կողմն հնարավոր է, որ օրինակ քաղաքում այսպես նոր ինտրիգներ, բախումներ, լարվածություն, թե հիմա էլ փորձում եք դուք էլ ձեր մասով։ Դե հա, փորձում եմ, բայց իմ կարծիքով չի լինի, որովհետև տեսակ այս մի դեպքը ինչ աղմուկ բարձրացավ, ոնց թվում է երկուսն էլ խելացի մարդիկ են, այլ քայլեր չի լինի։ Քանի որ քիչ ժամանակ է մնացել առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ կապված, առիթից օգտվեմ եւ ճշտեմ, մասնակցելու եք։ Անպայման։ Բավականին այսպես ինչքանով որ տեղյակ եմ, քիչ չեն այն մարդիկ տեխնացուները ապագայի, որ ախորժակներ ունեն հայտնվելու Աբովյան համայնքի ղեկավարի աթոռին։ Ինչ եք կարծում, ինչպիսին կլինի մրցակցությունը եւ դուք ինչ շանսեր կունենաք։ Ես շանսերը ժողովուրդը պետք է գնահատեն, բայց դե լավ, մրցակցությունը լավ բան է, թող լինի ինչ։ Ուրախ եք, որ շատ լինեն մրցակիցները շատ լինեն։ Ասենք ով կուզի մենակ մնա, մրցակցություն չունենա։ Դա ձեզ չի անհանգստացնում։ Ոչ, ընդհանրապես։ Իսկ երկրում ընթացող զարգացումները ձեզ անհանգստացնում են, առհասարակ պարոն Բաբայան։ Մեր երկիրն է, մեր տունն է, իհարկե, ոնց չի անհանգստացնի։ Իմ բնակիչներն էլ միշտ էլ ասել եմ, ոչ մեկը էլ մի նայեք ով ինչ կուսակցություն է, բոլորդ էլ իրար չփեք, ընկերություն արեք։ Այսինքն կուսակցական պատկանելությունը, քաղաքական հայացքները կապ չունեն, ձեզ մոտ ծևերի սպիտակների ջամբարներ չկան, դուք համերաշխության։ Նաև ես իմ ավականների մեջ տեսնում եք ՔՊ-ի ցել կան, դաշնակներից էլ կան, բոլոր կուսակցություններից էլ ով կա, ես բոլորի հետ նորմալ աշխատում եմ, նորմալ շփվում եմ ու ես սիրում եմ իմ երկիրը ու սիրում եմ իմ ժողովրդին։ Շնորհակալ եմ պարոն Բաբայան։